եկեք սկսենք անցման մատրիցի թեման կամ կոորդինատների փոփոխման թեման տարածություններում։ Մենք վերը արդեն օրինակներ էինք տեսել, որտեղ նույն վեկտորը կարող է նույն տարածության մեջ ուրիշ կոորդինատներ ունենա, եթե այլ բազիսում դիտարկենք։ Նայեք, հələ եկեք վերադառնանք այստեղ այս օրինակներին, որը մենք տեսանենք, բավականին խզբզել ենք արդեն գրառումներով։ Նույն R2 տարածության մեջ, եթե մենք ստանդարտ բազիսն էինք տեսնում այս G1, G2, ասենք V վեկտորը ունենում էր 2 կոորդինատները։ Այնինչ այս G1, G2 բազիսում նույն V վեկտորը ունենում էր 2 0 կոորդինատներ։ Այսինքն նույն բազիսում, նույն տարածության մեջ, նույն վեկտորը կարող է հանգարտ ուրիշ կոորդինատներ ունենալ, եթե բազիսը փոխվի։ Եկեք հələ տեսնենք նրանց միջև կապը տեսնենք, որ մեզ կապը շատ կապի բանաձևը շատ հեշտ է դուրս բերվում։ Այստեղ մենք օգտվելու ենք Մալցևի գծային հանրահաշվի հայտնի գրքի մեթոդից, տեսեք ինչքան դյուրին է ստացվում այդ ամեն ինչը։ Նայեք, ենթադրենք մեզ տրված է V տարածությունը ինչ որ դաշտի վրա։ Եվ նրա մեջ երկու բազիսներ են տրված, երկուսն էլ կարգավորված։ Այսպես, այսպես։ Նայեք, համաձայն եք, չէ՞ որ V-ի ամեն մի վեկտոր G1, G-ն բազիսային վեկտորների գծային կոմբինացիայով ներկայացվում է։ Լավ է անում, ներկայացվում է։ Այդ դեպքում եթե ներկայացվում է, կարող եմ վերցնել ոչ թե V-ի պատահական վեկտոր, այլ հենց այս G1 վեկտորը եւ այս G1-ը ներկայացնել G1, G-ն վեկտորների գծային կոմբինացիայի տեսքով։ Այդ կոմբինացիային մասնակցող գործակիցները անվանեն P1-1-ից Pn1։ Նայեք, այս երկրորդ մեկը, այս մեկը արտահայտում է n, որ խոսքը ստեղ արտահայտում են, որ այս ամեն ինչը վերաբերվում է G1-ին, իսկ այս առաջին մեկից n-ը ասում է, որ ինդեքսներ են համապատասխանող G1-ից n։ Ուշադրություն դարձրեք, այստեղ ոչ թե գրել եմ 1n, այլ n1։ Հեսա կտեսնեք մի քիչ հետո ինչի համար է գրած այս արմատը։ Զուտ այսպես նշանակման դյուրինության հարց առաջացնում։ Եվ այլն պրոցեսը շարունակում ենք Gn-ներ թող լինի հավասար P1n-ից Pn, P1n G1-ից մինչև Pn-n Gn։ Այսինքն ինչ եմ արել, վերցրել եմ G1, G-ն վեկտորները հեշտով նրանց արտահայտել եմ G1, G-ն բազիսում։ Արտահայտելուց հետո նայեք, հələ հիշենք կոորդինատների թեման։ Հələ ով է ինձ ուզում ասել, այս G1G այս-ը ինչ է նշանակում G1G։ Այդ P-երն են, P1-1-ը, P2-1-ը, ինչե Pn1։ Այո, այսինքն G1 վեկտորի կոորդինատներն են եւ բազիսում։ Ընդ որում հիշում եք, չէ՞, մենք պայմանավորվել ենք, որ այս նշանակման ճկունություն թույլատրենք, այս G1-ն կամ կարող է այսպես տող վեկտոր արտահայտի, կամ էլ կարող է սյուն վեկտոր արտահայտի։ Ունեք, որ եթե քանի որ այս դրսի փակագծերը sense քառակուսի դրել եմ, ուստեղ արանքում այս գծերն եմ դրել, ես որ ուզեցել եմ շեշտեմ n, որ այս G1, Gn արտահայտում են սյուն վեկտորներ։ Այսինքն սա պարզապես n-ը գրված, որ վերցրել են այս P1-1-ից Pn1 արժեքները, իրանց շարել եմ այսպիսի
այսպիսի սյան տեսքով։ Հետո վերցնեմ J2-ի կոորդինատները, շարել եմ որպես երկրորդ սյուն, մն առաջի սյուն, երկրորդ սյուն, վերջի քայլում, J-n-ի կոորդինատները P1-ից P-n-են վերցրեմ, շարել եմ որպես n-երորդ սյունակ։ Հետո ինչ եմ արել, բոլոր ամեն ինչը սենց մի հատ մատրիցի մեջ եմ դրել, ու այս մատրիցը, տեսեք, ստեղ նշանակել եմ P-ով։ Հիմի հուսով եմ հասկանալի է, թե ինչի ես ստեղ ինդեքսացիան այսպես արեցի, սա P-n1 եղավ։ Ինդեքսացիան այդպես արվել, որպեսզի երբ որ մենք իրան սյուներով շարենք, այս սա սիրուն լավ մատրիցային ինդեքսացիա է, լավ համապատասխանի, ստեղ ստացվի P11-ից P-n1-ն, P-n1-ից P-n-ն։ Ինչ որ է, բարդ բան չարվեց, վերցվեց J-ի վեկտորները արտահայտվեցին G1, G-n վեկտորների գծային կոմբինացիաներով և այդ գծային կոմբինացիայի գործակիցները, այսինքն G1, G-n-ի կոորդինատները, շարվեցին կողք կողքի սյուների տեսքով։ Այ հելը մինչև առաջ գնալը մի հատ թեթև օրինակ նայենք, եթե մենք վերցնենք այն մեր մի քիչ առաջ դիտարկած օրինակը, այս օրինակը, նայեք մեր մի բազիսը G1, G2-ն են, այս ստանդարտ բազիսն է, մյուս բազիսը G1, G2-ն են։ Հիմա դուք ասեք, այս G1-ը, որը, տեսեք, 2.5, 1 կոորդինատներ վեկտորներ, եթե գրենք, ինքը ինչ կլինի, 2.5 անգամ G1, գումարած քանի անգամ G2։ Մեկ անգամ։ Այսինքն այդ մատրիցը, եթե մենք կառուցել ունեինք, P մատրիցը, P մատրիցի առաջի սյունը մենք ունեինք արդեն, ոնց ինչ պիտի գրեինք այստեղ։ 2.5 1։ Չէ, ոնց 5 երկրորդն է, 5 երկրորդ 1, բա այս վեկտորի մասին ինչ կասեք։ Այս վեկտորը G1, G2 բազիսում ունի ինչ կոորդինատներ։ -1 6։ -1, ուրեմն սրա էլ ինչն է հայտնի էս P մատրիցի։ Երկրորդ սյունը։ -1 6, այսպես գրեցինք։ Հայտնի, հասկանալի է այս ինչ մատրիցա ստեղ ստացվում, բայց այս մատրիցը պարզ չի, թե ինչի համար է մեզ պետք։ Ահա, նայեք, այս օրինակը ինչևից է, եկեք ավելի ավարտենք։ Ահա, ստեղ այս ամեն ինչը հայտնի է, ստեղ ստացվեց այսպես։ Հիմա, նայեք, այս մատրիցին, որը հենց որ մենք կառուցեցինք, P մատրիցին, անուն շնորհենք, իրան անվանենք P տարածությունում E բազիսից J բազիսին անցման մատրից։ E բազիսից J բազիսին անցման մատրից։ Եվ իրան նշանակենք այսպես, կամ պարզապես P, կամ եթե մենք կուզենանք մեր բազիսներն էլ շեշտված լինեն, կարող ենք այսպես նշանակենք, P ինդեքսում EJ, P EJ-ն դա E բազիսից J բազիսի անցման մատրիցն է։ Երբեմն այսպես սլենգ են օգտագործում, են անվանում են ձախ կողմի բազիսը հին բազիս, J-ն անվանում են նոր բազիս։ Սա ասում են P-ն դա E հին բազիսից J նոր բազիսի անցման մատրիցն է։ Ուրեմն, մենք մեր այսպես հանդիսավոր սահմանեցինք մեր P մատրիցը, բայց հələ հասկանալի չի, թե դա ինչներից է պետք, ինչ օգուտ ունի։ Այ այդ օգուտը այս
այսպիսի կարճ հաշվարկով է ստացվում, էլ ուշադրինեք, վերցնենք մեր պատահական V վեկտոր մեր V տարածությունից։ Բնական է, որ քանի որ J-ն էլ J-ն էլ բազիսներ են, ինքը J բազիսում կունենա ինչ որ եսիմ ինչ գործակիցներ, կոորդինատներ, A1 AN գրենք այստեղ։ V բազիսում էլ կունենա B1 BN գործակիցներ։ Գրենք այսպես, ընդրում նայեք, սիրունության համար քառակուսի փակագծերում ենք գրել։ Հիմա ինչ է նշանակում, որ V-ն J բազիսում ունի այս գործակիցները։ Դա նշանակում է, ինչ է նշանակում վեկտորը գործակիցներն ունի։ Նշանակում է V-ն հավասար է B1 անգամ J1 բազիսային վեկտոր գումարած B2 J2 գումարած BN J։ Այստեղից հուսով եմ, որ ամեն ինչ դեռ հարցեր չկա։ Բայց այս J1 վեկտորը, առանձին վերցնենք, J1 վեկտորը դա ի՞նչն է։ J1 այս սա չէ արդյոք։ Վերցնենք այս արտահայտությունը, B1 B1, վերցնենք իրան copy paste անենք այս J1-ի փոխարեն։ Վերցնենք այստեղից էլ այս J-ը, այս արտահայտությունը եւ իրան էլ copy paste անենք այստեղ։ Կլինի մի հատ մեծ արտահայտություն, տեսեք, մի խափնվեք արտահայտումի վախեցեք արտահայտության մեծությունից, ոչինչ չի արված։ Պարզապես այդտեղ J1-ի փոխարեն գրված է այս գումարը։ B1, այս B1-ն է, այստեղից գալիս է այստեղ, անգամ այս արտահայտությունը, եւ այլ BN անգամ այս արտահայտությունը։ Հիմա նայեք, այս արտահայտությունների մեջ տեսեք ինչ կա։ Y1-ը մի հատ էս առաջի փակագծում է մասնակցում, հետո մի հատ երկրորդ փակագծում, վերջին անգամ մի հատ էս տեղ է մասնակցում։ Ով կարող ասել, Y1-ը ընդհանուր քանի անգամ է մասնակցում այս խոսակցության մեջ։ N անգամ։ N անգամ։ Իսկ այս B-երը, P-երը, մնացածները պարզապես կոնստանտներ են, չէ՞։ Սկալյարներ են։ Չի կարելի նման անդամների միացում կատարել, այստեղ գրել Y1-ը, տեսեք, այս մեր Y1-ն է, ինքը հանդես է գալիս ինչ գործակիցներով, B1, P1, գրեցինք ստեղ, եւ այլ, վերջում BN, P1 գրեցինք ստեղ, մի հատ էս լավ փակագիծերով աչից ձախից իրան այսպես սահմանազատեցինք, այսքան անգամ Y1 գումարած եւ այլ, ահա այսքան անգամ Y-ն։ Մյուս կողմից նկատում ենք, որ այս գրառման մեջ գրածա ինչ որ արտահայտություն սկալար անգամ Y1 շարունակած եւ այլ սկալար անգամ Y։ Բայց մենք սկզբից նաեւ ասել էինք, որ V-ի նույն V-ի վեկտորի կոորդինատները Y բազիսում A1 AN-ն են։ Այսինքն դա ինչ է նշանակում, որ այս V-ն հավասար է A1 Y1 գումարած AN YN, այս է նույն V վեկտորը։ Մեծ վեկտորը մի կողմից հավասար է ինչ որ սկալար անգամ Y1 գումարած եւ այս սկալար անգամ Y, մյուս կողմից հավասար է A1 Y գումարած այն Y։ Հիմա ստեղից ինչ եզրակացություն եք տեսնում, որ կարելի անել։ Թե որ այդ այրը հավասար են երկար արտահայտություն։ Այս ամբողջ խոսակցությունը ասում եք հավասար է ինչի։ A1 Այս ուղղակի A1-ն է։ Այսքանը դա հենց A1-ն է։ Այսքանը դա հենց AN-ն է։ Այսինքն այս հավասարությունը ստացանք։ Մյուս կողմից հələ սպասեք բացեմ այս մատրիցային գրառումը։ Հələ նայեք, ինչ որ հետաքրքիր օրինաչափություն չենք նկատում այստեղ։
Նայեք, հլստեղ ինչ է գրած, ստեղ գրած է P11 B1 եւ այլ P1N BN-ը հավասար է A1։ Հələ նայեք այս գրառմանը նայեք, հələ ստեղ նայեք P11 B1 P1N BN-ը դա ի՞նչն է։ Եմեկի գործակիցը չդառնում, եթե բազմապատկենք առաջին Դա- տողը սինհետ։ Այս ստացվում է մատրիցները բռնենք իրարով բազմապատկենք, դա այս տող անգամ այս տյունը չի, նայեք P11 B1 գումարած եւ այլ P1N BN, այս չի։ Դա է։ Այսինքն ու այն փաստը ստեղ գրված, որ այս արտահայտությունը հավասար է P1-ի, հավասար է A1-ի, դա նշանակում է այս քանը, այս տող անգամ այս տյունը, այս տող անգամ հավասար եղավ A1-ի։ Երկրորդ տող անգամ այդ նույն տյունը կլինի հավասար A2-ի։ Եվ այլ վերջի տող անգամ այս տյունը հավասար եղավ AN-ի։ Դա նշանակում է, որ այս հավասարությունների համակարգը ստեղ գրված նշանակում է, որ իրանք կարելի է վերարտագրել այս մատրիցային տեսքով, այս է։ Նշանակում է A1 AN կոորդինատական էնյակը եւ B1 BN կոորդինատական էնյակը միմյանց հետ կապված են հայ հետեւյալ բանաձևով։ S A1 AN-ը հավասար է B1 BN-ի, պարզապես ձախից պատկած P մատրիցով, անցման մատրիցով։ Կամ նայեք նույն բանը գրի եմ առել այսպիսի ավելի ճոխ բանաձևերով։ V-ն սա A1 AN էնյակն է։ V-ն սա B1 BN էնյակն է։ Հավասար է P-J, այս էլ մեջտեղում անցման մատրիցն է։ Այսինքն անցման մատրիցը վերցնում է կոորդինատները J բազիսում եւ նրան ռետրանսլյացիանում բազմապատկման կանոնով բազմապատկումը դարձնում է կոորդինատները J բազիսում։ Ընդ որում հələ մի բան շեշտեմ։ Հին բազիսը J-ն է, նոր բազիսը J-ն է։ Սա վերցնում է կոորդինատները հին բազիսում, արտահայտում է կոորդինատներով նոր բազիսում։ Ստեղ իսկապես մի քիչ շփոթեցնող բան է։ Մարդու մտածողությունը նենց է գործում, որ ինքը միշտ նորը արտահայտում է, ուզում է արտահայտած լինի հնով։ Շատ տիպական տարածված սխալ է, ուսանողները շատ են անում, ասում են դե առաջի բազիսը սա է, երկրորդ բազիսը սա է, առաջի բազիսում ունեինք այս կոորդինատները, երկրորդ բազիսում ունեինք այս կոորդինատները, վերցնում ենք հին կոորդինատները, բազմապատկում ենք անցման մատրիցով, ստանում ենք նոր կոորդինատները։ Տիպական սխալը շատ արվում, այսպես բնականաբար մեր մտածելակերպի հետ կապված սխալ է։ Իրականում հին կոորդինատներ են հավասար նոր կոորդինատներ։ Եկեք արագ այս օրինակի վրայով անցնենք։ Yen մենք նախորդ օրինակներում տեսել ենք, որ ահա այս ստանդարտ բազիսներ, J-ն էլ այս բազիսներ։ Անցման մատրիցը մենք մի քիչ առաջ ստացանք, որ այս սա է։ Ուրեմն, եթե պատահական ինչ-որ վեկտոր վերցնեմ, ասենք 2-0 վեկտորը, որը J-ում, J բազիսում ուներ 2-0 կոորդինատները։ Նրան բազմապատկում անցման մատրիցը պետք է ինչ ստացվի 5-2, իսկապես տեսեք 2-0-ն 5-2-ը, դրանք հենց այն թվերն էին, որ մենք գծագրի վրա քիչ առաջ տեսանք։ Իսկ եթե վերցնեմ 1-1-2 կոորդինատներով վեկտորը, նրան բազմապատկեմ այս մատրիցով, կստացվի 2-4-ը։ Օրինակը խնդրում հատ-հատ վրայով անցեք, կստանաք։ Նույն կերպ կարելի է ստանալ
J-ից E անցման մատրիցը։ J-ից E անցման մատրիցը ոնց պետք է ստանալ։ E1-ը արտահայտել J1 J2-ի գծային կոմբինացիա, դա մի հատ համակարգ լուծելով մի քայլով ստացվում է։ E2-ը նույնպես արտահայտել J1 J2-ով։ Արտահայտում ենք S2 համակարգ, երկու հատ համակարգ է ստացվում։ Արտահայտում ենք, լուծում ենք, հեսա լուծումները ստեղ գրված են, շարում ենք այսպես առաջիստյուն, երկրորդություն, ստացվում են մյուս J անցման մատրիցը։ Եվ այդ դեպքում էլ վերցնում ենք այդ նույն վեկտորները, այս անգամ կոորդինատները E-ում, գրում ենք, բազմապատկում ենք J մատրիցով, ստացվում են կոորդինատները J, մի հատ ստեղ, մի հատ այստեղ։ Այս օրինակը խնդրում եմ ինքնուրույն հատ-հատ վրայով անցեք, որ ամեն ինչ շատ լավ հասկանաք։